Գիտեք, սիրելիներս, երբ հաղորդությունից առաջ քահանան շրջում է դեպի ժողովուրդը, ասում է սա է կյանքը, հարության հույսը եւ մեղքերի քավությունն ու թողությունը։ Ուրեմն Սուրբ հաղորդությունը դեղ է մեր ամենօրյա մեղքերի համար։ Սուրբ հաղորդությունը ճաշակելով մենք մաքրվում ու զորանում ենք մեր մեղքերից, նորոգվում, նոր մարդ ենք դառնում եւ հասկանում ենք, թե ինչքան քաղցր է Տերը, որ մեզ դեպի փրկություն առաջնորդում, թույլ տալով իր մարմին արյունը ճաշակելով։ Ինչ է նշանակում սա է կյանքը։ Մենք այս աշխարհի մեջ որ ապրում ենք, այս ժամանակաշրջանը մեր ծնունդից մինչև մահ, մենք այն կոչում ենք կյանք։ Հետո մենք պիտի մահանանք, բայց ոնց պիտի անենք, որ մեր կյանքը շարունակվի։ Հիսուս ասում է, ով որ այս հացից ուտի, ես նրա մեջ պիտի բնակվեմ, նա էլ իմ մեջ։ Ուրեմն Սուրբ հաղորդության միջոցով Հիսուս ինքն է գալիս մեր մեջ բնակվելու եւ կյանք է տալիս մեզ։ Ինչպես որ մեր ամենօրյա կերակուրը անհրաժեշտ է մեր մարմինը պահելու, առողջ լինելու համար, այնպես էլ այդ կյանքը անհրաժեշտ է, որպեսզի Սուրբ հաղորդության միջոցով մեր հոգին ապրի։ Մեր հոգին էլ է մրսում, տկարանում, թուլանում, մերկանում։ Այդ ամեն ինչպես պիտի մենք կարողանանք փարատել, ծածկել Սուրբ հաղորդության միջոցով։ Ուրեմն իրական կյանքը գալիս է մեր մեջ բնակվելու, եւ այդ կյանքն է, որ հետո հարության ժամանակ մեզ հարություն պիտի տա, որտեղ հաջորդ ուղի մեջ մենք ասում ենք, սա է հարության հույսը։ Ինչպես պետք է մարդը հարություն առնի։ Մենք իբրև մեղավոր մարդիկ, թերի, պակասավոր դրում ենք հողի մեջ, որպեսզի դե հարություն առնենք անհապական, արևի պես շողացող դեմքերով եւ անկողոպտելի զարդերով զարդարված։ Եվ Սուրբ հաղորդությունն է, որ այդ հույսը տալիս է մեզ, որ երբևէ եթե մենք մահանանք, Աստծո խոսքի համաձայն հող ենք եւ հող պիտի դառնանք, բայց այդ հողից պիտի հառնենք, որովհետեւ մենք միշտ Քրիստոսի մարմինն արյունը ճաշակել ենք հարության հույսով, որովհետեւ Հիսուս ինքն է ասել, ով այս հաց ուտի, ես նրան պիտի հարություն տա։ Որը մենք հարությունը պահում ենք մեր մեջ Քրիստոսի մարմնով, որպեսզի ինչ էլ որ պատահի Տիրոջ ձայնը լսենք, այդ հարության խորհրդով հառնենք եւ ներկայանանք Տիրոջը։ Եվ վերջապես սա է մեր մեղքերի քավությունն ու թողությունը։ Մենք ամեն օր մեղքեր ենք գործում, գիտակցված կամ չգիտակցված, կամա եւ ակամա, եւ բազում մեղքերով մենք ամեն օր արթնանում ենք, գործում ենք, նորից վարկում ենք քնելու։ Ինչպես պիտի մաքրվենք, որովհետեւ այդ մաքրիչ օճառը, ինչպես օճառը մեր ձեռքի կեղտ է, մեր մարմինը լվանում մաքրում, այնպես է Սուրբ հաղորդությունը մեր հոգեվոր անտեսանալի մեղքերն է մաքրում։ Տեսեք, երբ որ մեր ձեռքերը փոշոտվում են, չլվանանք այն, կեղտ պիտի դառնա, կեղտը վերք պիտի դառնա, հետո այդ վերքը հիվանդության միջոցով մեզ պիտի սպանի։ Այնպես էլ մեղքը անտեսանելի փոշի նստում է մեզ վրա, եթե մենք չենք մաքրում, չենք սրբում, այն կեղտ է դառնում, հետո հիվանդացնում է մեր ամբողջ էությունը եւ կամած մենք հոգեվոր մահ ենք ունենում։ Ուրեմն որպեսզի այդ հոգեվոր մահը մարդը չունենա, Սուրբ հաղորդության այդ զորությունը հենց դրա մեջ է, որ մարդուն մաքրում է իր տեսանելի, անտեսանելի մեղքերից, սրբում իբրև մաքուր անոթ ներկայացնում Քրիստոսին։ Դրա համար շատ կարևոր մարդը միշտ ամսվա մեջ, տարվա մեջ շատ հաճախ պատարագի գնա Սուրբ հաղորդություն ստանա, որպեսզի մաքրված, սրբված կարողանա ներկայանալ Քրիստոսին եւ հասկանալ, որ սա դեղն է մեր ամենօրյա մեղքերի մաքրության, փրկության եւ Տիրոջ շնորհները ամեն օր մեր մեջ ավելացնելու, որպեսզի այս անցավոր կյանքի ընթացքում մենք հավատարմորեն եւ հավատքի մեջ ամուր մնանք դեպի Քրիստոս գնացող ճանապարհին, որպեսզի հարության ժամանակ ամոթով չմնանք։